Նաբանը միայն փորձեմ հիշեցնել, որ այդ օրենքի նախագծի քննարկման ժամանակ եւս այդ հարցը հարցադրումների ձևով եւ պատասխանների ձևով հնչել է եւ թող հանդիպել եք ծնողների հետ պատրաստվում եք վերանայեք անձամբ ես չեմ հանդիպել եւ դրա մասին պարզաբանում տրվել է արդեն եւ խնդրում եմ որ ծնողները եւս փոփոխություն չի լինել այսինքն արդեն իսկ օրենքը ընդունված է զինվորները շաբաթը մեկ լողանում պարոն Սարգսյան ձեր թիմակից Հայկ Սարգսյանն ասում որ շաբաթ հենց օրն առաջ զորակոչի Չեն եղություն նայում Սարգսյան անպատասխան մնաց իմ հարցը ինչու են զինվորները շաբաթը մեկ լողանում ինչպես քպական Հայկ Սարգսյանն ասում Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում ես չգիտեմ պարոն Սարգսյանը ես տեսեք ես պաշտպանության նախարարությունում համակարգման ոլորտներ կան ես տեղյակ չեմ որ զինվորը երբ է լողանում նման խնդիր կա հարգարժան պարոն Կիրակոսյան ես հիմա Նարեկ ջան տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը ես կարծում եմ որ չլողացած զինվոր մենք չունենք եթե մեր զինվորների ասում եք ոլորտը ես չեմ համակարգում դրանք զինվորական կարգապահության նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են բայց որևէ խնդիր այդ հարցով մինչև հիմա չի եղել եթե կա շնորհակալություն եմ նվազման մասին խոսելը կամ այլ բանի մասին խոսելը ես կարծեմ թվեր հնչեցվեց տոկոսային թվեր ես կարծում եմ որ թվի Սպառնալիքների ֆոնին արդյոք Հայաստանը քննարկում է հապկից վերջնականապես դուրս գալու քայլը Կարծում եմ այդ հարցի որպես նախկին ոստիկանապետ ձեզ համար ընդունելի էր 18-ամյա երիտասարդին գետնին տապալելով գցելով որ նրան հեռացրեցին ձեզ համար ընդունելի էր ես չգիտեմ ինչի մասին է խոսքը բայց մի բան կարող եմ ասել իրականում չեմ տեսել չէ բայց մի բան ասեմ որ ես չգիտեմ ինչքանով է իրավաչափ գործողությունները բայց ոստիկանության ծառայողները տեղյակ չեմ ես մի բան գիտեմ որ ոստիկանությունը նաև ֆիզիկական ուժ գործադրելու օրենքով իրավունք ունի Վարդենիսի զորամասում դներ բայց հələ չեմ տվել հարցը Ես զինվորակ Նարեկ ջան ես հասկանում եմ չեք տվել ես այս հարցի մասին եմ ասում մանրամասներին տեղյակ Բայց ես համար ընդունելի առողջական խնդիր ունեցող բնն է իր ոլորտը ոչ թե ոստիկանությունը Վարդենիսի զորամասում մի քանի աղմկահարույց դեպքեր եղան մահվան դեպքեր եղան մի քանի հատ նույն զորամասում սա ինչով է պայմանավորված ինչու պատշաճ ուշադրություն հետևողականություն չի ցուցաբերվում պարոն Սարգսյան Նարեկ ջան պատշաճ հետևողականություն ցուցաբերվում է եւ նաեւ մեր վիճակագրությունն է խոսում դրա մասին Ո՞վ է պատասխանատու սպանությունների համար ինչ քայլեր են ձեռնարկվում Խնդրում եմ շարունակեք սպանություններ ասելը ուղղված է որովհետեւ 25 թվականին անգամ սպանություն չի եղել 26 թվականին արդեն եւ ներ սպանություններ թե ինքնասպանության դեպքեր դրա համար եմ ասում որակումները այլ են որովհետեւ մահվան դեպքը նաեւ զոհեր է ներկայացվում բայց պարզում է որ մարդը մահացել է իր առողջության խնդիրների բերումով եւ այդպես շարունակ Վարչական հավաքներից մեկի ժամանակ վերջերս ունեցանք մեկ զենք եւ մեկ որ կիրառը չի կարողam դալ մեղավորությունը բանակի մեղավորությունը տեղյակ բայր որ յուրաքանչյուր դեպքը քննության առարկա է դառնում թե նախաքննական մարմնի կողմից եւ թե դրա հանգամանքները բարձրացնելու ուղղությամբ կատարվում է ծառայողական քննություն Եվ հետևաբար այդ ծառայողական քննության արդյունքները նախաքննական մարմնի հրապարակվում են ու բոլորի համար դառնում են Ծառայողական քննությունը լինի, բայց թիվը չի նվազում։ Ձեզով է ասում չի նվազում։ Մենք տեսնում ենք, որ պարբերաբար Դուք ուրեմն խնդրեմ տեսնեք նաև հարցում կատարեք մենք ձեզ թվային տվյալներ տանք որ տեսնեք դուք ինքներդ որ մենք նախորդ տարի ունեցել ենք ընդամենը 30 մահվան դեպք ես միգուցե 1-2-ով այսպես շեղում լինի բայց կարծում ճշգրիտ է որից ընդամենը
6-ն էր ծառայության բերումով, մյուսները մեր զինծառայողները իրենց բնակարաններում, իրենց չգիտեմ, Բանսարքյան գնեք, բայց այդ Վարդենի էսի ասած դեպքով մի դեպքով հրամանատարն է կարծեմ Կալանավը, մյուսով ծառայակիցը, այսինքն ներ անձնային այդ խնդիրների հարցը չի լուծվում։ Դե եթե քչանում են դեպքերը, նշանակում է լուծվում են կամ առնվազն լուծման ճանապարհին են։ Եվ պետք է տեսնել նաև դրականը, որովհետև եթե մենք ունենք դեպքերի նվազում, դա խոսում է կատարված աշխատանքների, թե որ եթե արկայի նույնիսկ մեկ դեպք, ապա այդ մեկ դեպքը նույնպես մտահոգիչ է։ Պարոն Սարգսյան, դուք երկում եք, որ գրաված տարածքներում ադրբեջանցիները հաստատվում են ենթակառուցվածքներ են կառուցում։ Իհարկե, խնդրում եմ այդ առումով եւս հետևեք Պաշտպանության նախարարության կլսեք ինձ։ Ձեր հարցը ես լսել եմ քաղաքական ուժերի կողմից, հետո նաև լսել եմ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի պրոֆեսիոնալ պարզաբանումը։ Խնդրում եմ դա հիմք ընդունեք, ոչ թե սիրողական։ Քարտեզ բոլորս էլ ունենք, իմ երեխաներն էլ, ձեր հարևաններն էլ, բոլորը քարտեզ կարող են ունենալ եւ հրապարակ։ Քարտեզները Բանսարքյան